Ակիր սերյալ Привет. Բարև Ադիկ։ Ոնց ես, ձկնիկս։ Շատ վատ։ Արդեն 2 ամիս է դու իմ ալիմենտը չես փոխանցել։ Այս ակվարիումի ձկնիկներին 2 ամիսա չես կերակրում արա։ Ես մյուս շաբաթ կտամ քո ալիմենտները։ Չէ, Ադիկ, ինձ հիմա է հարկավոր այդ գումարը։ Վարդան, դու կարող ես ինձ պարտքով գումար տալ։ Արա ոնց եմ ես ձեր ալիմենտներից զզվում։ Շնորհակալություն, Ադիկ։ Շնորհակալություն, Վարդան։ Խնդրեմ, նոնա։ Հա, իդեպ, Արամիկի կարատեի վարձն էլ չես տվել, Ադիկ։ Վարդան։ Արա ոնց եմ ես ձեր կարատեի վարձերից զզվում։ Սա էլ կարատեի վարձը։ Շնորհակալություն, Ադիկ։ Շնորհակալություն, Վարդան։ Վարդան, մեկ էլ Արամիկի դպրոցում հանդեսի համար 5000 դրամ են հավաքում։ Հա, այս վերջը որոշեցիր պերվերուկի վրա դուրս գաս, հա։ Բայց ոնց որ թե Ադիկ յունիոն համակարգը տոկոսներ չէր պահում։ Շնորհակալություն, Վարդան։ Հա, նոնա ջան, իմիջելուց ուզում ես Արամիկի վիպուսկների քեֆի փողն էլ տամ։ Մարդս ինչ իմանաս 6 տարի հետո սաղ կլնեմ, մեռած կլնեմ։ Մեռած ասեցիր հիշեցի։ Ադիկ իմ դատապաշտպանը խորհուրդ տվեց, որ դու քո կյանքը անպայման ապահովագրես։ Ինչի համար։ Որ եթե դու մահանաս, ես իմ ալիմենտը ապահովագրական ընկերությունից ստանամ։ Մի վարկյան, դու իմ մահն ես ցանկանում։ Ադիկ, դու որպես տղամարդ իմ կյանքում վաղուց մեռած ես։ Ինձ իմ ալիմենտներն են հետաքրքրում։ Ախ, այդպես, հա։ Դե եթե այդպես է, ես քեզ ուրիշ բան կասեմ։ Ես փոխել եմ իմ կտակը։ Իմ մահից հետո Արամիկի խնամակալությունը կանցնի Վարդան Կարաքյոսյանին։ Ոնց, Վարդանը? Այս խմող, կանանց հետևից քաշեկող, անդաստիրակ աղբերդ? Նոնա, հենց նոր այդ խմող, կանանց հետևից քաշեկող ու անդաստիրակ տղեն տվեց քո 2 ամսվա ալիմենտը, կարատեի վարձը ու հանդեսի փողը։ Մի չափազանցրու, հա, Վարդան։ Դու միայն հանդեսի 5000 դրամը տվեցիր, իսկ մնացածը Ադիկը տվեց։ Ու եթե կարելի է, մեր գործերին մի խառնվիր։ Ադիկ, կյանքդ անպայման կապահովագրես։ Իսկ ինչ վերաբերում է Արամիկի խնամակալությանը, մենք դեռ այդ հարցի մասին կխոսենք։ Եվ մի մոռացիր, որ ես քույր ունեմ։